Մի աղավնի, մի լուսանկար և մի խոսք, որ դարձավ մարգարեություն։ Եղիշե Չարենցը իր արտասահմանյան շրջագայության շրջանակում 1925 թվականի մարտին լինում է Վենետիկում և մոտ 1 ամիս անցկացնում Ավետիք Իսահակյանի հետ։ Ներկայացնում նրան խորհրդային Հայաստանի նոր իրականությունը, հորդորում վերադառնալ հայրենիք։ Գրողները շատ մտերմանում են։ Չարենցը եկել էր Հայաստանից Եվրոպա ճանապարհորդելու։ Ինձ մոտ եկավ նա Հռոմից։ Մնաց մի ամբողջ ամիս Վենետիկում և մենք շատ խորին կերպով բարեկամացանք, մտերմացանք։ Ամբողջ օրը միասին էինք, հիշում է Ավետիք Իսահակյանը։ Հետագայում Ավետիք Իսահակյանի որդին Վիգեն Իսահակյանը իր հայրս ուշագրության մեջ մանրամասը ներկայացնում է Չարենցի Վենետիկում անցկացրած օրերը, բանաստեղծների մտերմության ու շրջագայությունների ուշագրավ դրվագներ։ Այդ դրվագներից առանձնացրել ենք Չարենցի ու Իսահակյանի Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակում արված հայտնի լուսանկարի պատմությունը։ Չարենցը փափագում էր տեսնել Վենետիկի բոլոր հիշարժան վայրերը։ Հայրս նրան մեծապես օգնում էր այդ գործում, տանում էր նրան ամենակարևոր վայրերը, ցույց տալիս հուշարձանները, բացատրություններ տալիս։ Պետք է այցելեինք Սուրբ Մարկոսի տաճարը և Դոժերի պալատը։ Այցելում ենք եկեղեցին, մի իսկական արևելյան պալատ զարդարված շքեղ խճանկարներով։ Այս եկեղեցու նկարագրություն տալը համազոր է արվեստի համառոտ պատմությունն անելուն։ Այնքան շատ են նրա հրաշալիքները աշխարհի ամեն անկյուններից բերված։ Միսիան վրա կարդում ենք հայերեն մակագրություն, որը թերևս 17-րդ դարում անհայտ մի հայ վաճառական էր արել։ Չարենցը նկատեց հայերի այդ սովորությունը, շենքերի վրա իրենց անունները գրելը, որը երևի շատ հնուց էր գալիս։ Հայաստանյան բոլոր եկեղեցիներն այժմ էլ կրում են նման անհայտ հեղինակների ինքնագրերը։ Հայրս և Չարենցը չմոռացան լուսանկարվել Սուրբ Մարկոսի հրապարակի աղավնիների հետ, որոնք առանց որևէ երկյուղի գալիս նստում էին մարդկանց բացված ափերին, ցորեն կծելու։ Լուսանկարում հստակ երևում է, որ աղավնին նստել է Չարենցի ափին, իսկ հորը սափը դատարկ է։ Հայրս այն ժամանակ կատակով ասաց. «Եղիշե, դու ավելի բախտավոր գտնվեցիր»։ Չարենցը պատասխանեց. «Միևնույն է, Ավետիք, բախտի թռչյունը չես բռնի»։ Շատ տարիներ անց այդ լուսանկարը նայելիս հայրս ասաց մի չթաքցրած տխրությամբ. «Եթե ես իմանայի»։ Աղավնիները գալիս նստում են կտցահարելու համար և ուսերի վրա, և գլխարկների վրա։ Ահա ես ու Չարենցն էլ նկարվեցինք Սուրբ Մարկոսի հրապարակի վրա աղավնիների հետ միասին։ Չարենցը բախտավոր եղավ, որ նրա վրա նստեցին 3-4 աղավնի, իսկ իմ ձեռքը մնաց դատարկ, հիշում է Ավետիք Իսահակյանը։ Սիրելի հետևորդներ, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հայ մեծերի մասին ամենահետաքրքիր և կարևոր մանրամասները։